Որն է ամենամեծ մեղքը։ Այդ հարցին կարծում եմ, որ ամեն մարդ տարբեր պատասխան կտա, բայց երբ որ նայում ենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի քարոզչությունը, տեսնում ենք, որ նա գրեթե բոլոր մեղավորներին ընդունեց եւ ամենածայրահեղ մեղավորներին կանչեց բժշկվելու, ապաշխարելու, իր հետ հաց կիսելու, սակայն կար մեկ մեղք, որի հետ Տերը այդպես էլ չհաշտվեց եւ ամենախիստ ձևով հանդիմանեց, դա կեղծավորությունն է։ Մատթեոսի ավետարանի 23-րդ գլխում Քրիստոս մի ամբողջ շարք հանդիմանություններ է առաջ բերում վայ ձեզ կեղծավորներիդ, ցույց տալով, որ եթե մնացած խնդիրները եւ հիվանդությունները բժշկվելու ճանապարհ ունեն, ապա այդ մեկը կարծես թե անբուժելի է։ Եվ դրա լուծման ճանապարհը եկեղեցին տեսել է որպես առաքինության ճանապարհ, որպես անկեղծություն, որից սկսվում է իրական հարաբերությունները թե մարդկանց միջև, թե մարդ Աստված իրական հարաբերության պատմությունը։ Անկեղծությունը որպես մարդու դիմակազրկում։ Երբ որ Քրիստոս հանդիմանում էր կեղծավորներին, օգտագործում է հունարեն հիպոկրիտես բառը, որը նշանակում է դերասան, բայց ոչ թե ուղղակի դերասան մեր ժամանակակից իմաստով, այլ իր ժամանակի դերասան, իսկ այն ժամանակվա արվեստի մեջ մարդիկ դիմակներով էին հանդես գալիս դերասաններ, այսինքն մի անձ, ով որ պարբերաբար բեմի վրա փոխում է դիմակներ։ Այդ մարդը կոչվում էր հիպոկրիտես, դերասան կամ կեղծավոր։ Եվ Քրիստոսի ամենաբարդ առաքելությունը եղել է այն, որպեսզի կարողանա մարդկանցից հանի այն բոլոր դիմակները, որոնք այս աշխարհը տվել են մարդուն, եւ բերի մարդուն դեպի աստվածային պարզություն, մաքրություն եւ անկեղծություն, այսինքն ի հակադրություն այն կեղծավորության, որը տանում է մարդուն դեպի անբուժելի ընթացք։ Ինչ է կատարվում մարդու հետ, երբ որ նա մտնում է մեղքի ճանապարհի մեջ, մարդը սկսում է ապրել կրկնակի ստանդարտներով, տարբեր արժեքներով եւ ինքը իր մեջ սկսում է բաժանվել։ Մեղքը մարդուն սկզբից տարանջատում է, իր մեջ բաժանում է եւ դրանով իսկ քայքայում։ Եվ հենց չարի ընկալումը մեր աստվածաբանության մեջ, թե Սուրբ գրքում մենք չարին ասում ենք Սատանա, որը հունարեն դիաբոլ բառն է, որը բառացի նշանակում է երկու մասի բաժանող, դիաբոլուս։ Այսինքն Սատանան այն, որ քակտում է այդ պարզությունը, մարդուն բաժան է անում։ Մարդու միտքը ուրիշ բան է խորհում, մարդու սիրտը այլ բան է ցանկանում, մարդը մի բան ասում է, ուրիշ բան գործում է։ Մի շաբաթ առաջ ուրիշ բան է ասում, մի շաբաթ հետո լրիվ այլ ձև է ասում է, փորձում է իր ասածները ուրիշ ձև մեկնաբանել եւ արդարացնել։ Մարդու մեջ գնում է ներքին տարանջատում եւ բաժանում։ Եվ դա մարդուն դարձնում է ոչ միայն կիսատ, այլ նաեւ մարդը կորցնում է իր ամբողջականությունը։ Մինչդեռ մարդու կյանքի որակի եւ նաեւ մարդու փրկության երաշխավորում մարդու ամբողջական լինելն է։ Եվ պատահական չէ, որ տարբեր լեզուներում ամբողջական բառը եւ սուրբ բառը իրենք նույն արմատ են։ Ինչպես անգլերենում կա holy եւ whole ամբողջական, գերմաներենում heil, լատիներենում sanctus։ Դրանք բոլորը նույն արմատ են, ցույց տալով, որ սուրբ մարդը այն մարդն է, ով որ ամբողջական է, ով որ բաժանված չէ։ Եվ Քրիստոսի բերած սրբության ճանապարհը ոչ թե մարդու անսխալական լինելու մեջ է, այլ մարդու ամբողջական լինելու մեջ է։ Նույնը մարդ Աստված հարաբերությունների մեջ, եթե մարդը այլ մարդկանց առջև կարող է դիմակով հանդես գա, իր մասնագիտական առումով, իր սոցիալական առումով կարող է հանդես գա հասարակությամբ այլ տեսքով։ Աստծո առաջ նա չի կարող հանդես գա դիմակով։
նա կամ պիտի խզի իր եւ Աստծո հարաբերությունները դարձնելով դա նվազագույն եւ ձևական, ինչ որ բարեպաշտական արարողության տեսքով, բայց որտեղ չի լինի կենթանի շփում զավակի եւ երկնավոր հոր։ Կամ պիտի քաջություն գտնի եւ այդ դիմակը հանի Աստծո առջև, բացի իր վերքերը, իր սիրտը, իր հոգին եւ կարողանա գնա առողջություն դեպի ամբողջականություն։ Այդ մասին մարդկության երևի պատմության ամենամեծ ստեղծագործություններից մեկն է պատմում Սուրբ Գրիգոր Նարեկացու ողբերգության երգը։ Ծայրից ծայր նկարագրվում այդ առողջանալու, ողջանալու եւ անկեղծանալու ճանապարհը։ Գրիգոր Նարեկացին բացում է իրեն ամբողջությամբ մերկացնելով իր հոգին, իր ցավերը, իր անկումները, իր հիվանդությունները, իր տկարությունը, իր բոլոր սայթակումները Աստծո առջև, նաև մարդկանց առջև, եւ դրանով է մարդը բժշկվում։ Եվ մեր ժողովրդի մեջ ինչու է տարածված այդ ընկալումը, որ նարեկը բուժում է։ Մարդիկ նույնիսկ գրքին են վերագրում այդ բժշկության հատկությունները, բարձի տակ դնելով եւ այլն։ Դրա իմաստը այն է, որ նարեկի բովանդակությունը, մարդու անկեղծությունը Աստծո առջև, քո հիվանդությունը, քո վերքը, քո ցավը բացել է Աստծո առջև եւ հայցել է ողորմություն, տալիս է մարդուն առողջություն, ամբողջականություն։ Եկեղեցին մեզ ցույց է տալիս իր կյանքով։ Եկեղեցին մարդուն վերադարձնում է դեպի հաղորդակցություն։ Եկեղեցին մարդուն վերադարձնում է դեպի անկեղծություն։ Եկեղեցու հիմնական խորհուրդը հենց այդպես սահմանված է որպես սուրբ հաղորդություն, որտեղ դա եւս առաքինություն է։ Այսինքն դա անկեղծության ուղղակի ճանապարհի զարգացումն է, երբ որ մարդը կարողանում է անկեղծանալ, ինչու հաղորդությանը նախորդում է ապաշխարության խորհուրդը, որովհետև առանց անկեղծանալու, առանց դիմակը հանելու, դու չես կարող մտնել Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Դու չես կարող մտնել քո դիմացինի հետ հաղորդակցության մեջ, դու չես կարող լինել լիարժեք եւ ամբողջական մարդ, մինչեւ որ այդ երկակիությունը չհաղթահարես։ Եվ կարծում եմ, որ դա արդիական է ոչ միայն քրիստոնեության պարագայում, դա յուրաքանչյուր մարդու կյանքում այդ խնդիրը կա եւ այդ մասին շատ են գրել թե հին թե ժամանակակից փիլիսոփաները, դա այդպես մեծ թեմա է, բայց լուծումը որպես այդպեսին առաջարկված չէ այսօր։ Ինչպես մարդը կարող է հաղթահարել իր երկակիությունը։ Գրականության մեջ թե Հերման Հեսեի տապաստանի գայլը, թե բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք կարելի է թվարկել եւ խորանալ, խոսում են մարդու երկակիության մասին, որ իր մեջ կա եւ բարին եւ չարը, իր մեջ կարծես թե կան այդ երկու զուգահեռ ուժերը։ Աստված տալիս է մեզ դրա հաղթահարման ուղին եւ այդ ուղին Քրիստոսի պարզությունն եւ անկեղծությունը որդեգրելու մեջ է։ Բնականաբար, երբ որ Քրիստոսը տարվեց Հերովդեսի մոտ, տարվեց որպեսզի իրեն առաջարկվի երկընտրանքի ճանապարհ, խաչից խուսափելու ճանապարհ, բայց այստեղ պիտի նա մտներ կեղծավորության դաշտ։ Նա ոչ մի խոսք չասեց Հերովդեսին։ Հերովդեսը իրեն ծաղրեց, ուղարկեց Պիղատոսի մոտ։ Պիղատոսը, որպես ժամանակի իր վրա իշխանություն ունեցող, փորձեց եւս տալ իրեն այլընտրանքային երկակի սկզբունքների ճանապարհ։ Հեշտ խուսափում խաչից։ Քրիստոս ոչինչ չասեց։ Եվ այդ օրինակը ընդօրինակել են մեր եկեղեցու սրբերը, որոնք հասել են սրբության, որովհետև երկակիության ճանապարհով չգնացին այս աշխարհի ընտրված հնարավորությունները օգտագործելով եւ մտնելով այս աշխարհի իշխանի հետ, սատանայի հետ երկխոսության մեջ, որովհետև իրենց այոն էր եւ ոչ, որովհետև իրենք այլևս չունեին դիմակ, որը կարողանային հաղթել, այսինքն այդ սրբության, ճգնության, հավատքի ճանապարհը
բերում է ինչ-որ մի աստիճանի, երբ որ դու այլևս ընդունակել չես հակնելու դիմակ, որտեղ դու ժամանակին բոլոր դիմակները արդեն ոտնակոխ ես արել եւ այրել ես քո կյանքում, դու այնպիսին ես, ինչպիսին դու կաս, ամենուրեք։ Դու չես կարող մի դիմակով մտնել աշխատանքի վայր, մյուս դիմակով մտնել ընտանիք, երրորդ դիմակով մտնել եկեղեցի։ Այդ խաղը ավարտվում է շատ վատ ավարտով։ Եվ այսօրվա ժամանակակից աշխարհը մարդուն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ ապրելու կեղծիքի մեջ։ Մարդը ստեղծում է իր սոցիալական էջը, որտեղ ներկայացնում է իր կյանքի ամենագեղեցիկ եւ երջանիկ պահերը, իր լավագույն նկարները, եթե պետք լինի ինչ-որ ձևով շտկելով այդ նկարները, արհեստական բանականության միջոցով ստեղծելով ցույց տալու համար բոլորին, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է, որ ես երջանիկ եմ։ Անկեղծությունը չի կարող լինել մասնակի։ Դու չես կարող լինել Աստծո հետ քո աղոթքի մեջ ամբողջությամբ բաց եւ անկեղծ եւ աղոթքից հետո դիմակ հագնես եւ քո դիմացինի հետ խոսես լրիվ այլ ոճի մեջ։ Դա այդ նույն երկակիության շարունակություն նշանակում է, որ դու չհասկացար ինչի համար դու աղոթեցիր։ Դու չհասկացար ում առաջ ես դու կանգնել, որովհետև դու Աստծո առաջ ես ոչ միայն երբ որ դու ուզում ես կանգնել Աստծո առաջ, այլ դու միշտ Աստծո առաջ ես։ Երբ որ դու խոսում ես դիմացինի մարդու հետ, երբ որ դու հասարակության մեջ քո գործունեություն ես կատարում, անկեղծ դրանից դու հիշում ես, թե չես հիշում այդ մասին, դու Աստծո առաջ ես։ Դու չես կարող խուսափել Աստծո ներկայությունից։ Եվ այդ իսկ պատճառով այդ դիմակները միմիայն հեռացնում են քեզ դեպի իրականություն գնացող ճանապարհից եւ դու կորցնում ես ինքդ քեզ եւ հասարակությունը որպես այդպեսին կորցնում է մարդու գաղափարը։ Այսօր ակտիվ զարգանում է արդեն տրանսհումանիզմի երևույթը, երբ որ տարբեր տեսանկյունից փորձում են այլ ձև ներկայացնել մարդը, որ ուղղակիորեն ինչ-որ կենսաբանական էակ է, որը օժտված է խոսքով կամ բանականությամբ եւ այդ մարդուն կարելի է ձևափոխել, մտնել իր գենետիկայի մեջ, ստեղծել ինչ-որ լաբորատորիայում այնպիսի գեն, որ այդ մարդը ուրիշ ձև լինի, ստեղծել մարդուն ոչ թե այն պատկերով, որ Աստված ստեղծել է, որը պարզության մեջ մարդ պիտի կրի, այլ ստեղծել մարդուն այն կեղծ դիմակի համաձայն, որը արդեն դարձել է մարդու բնություն եւ էությունը։ Ըստ երևույթին ամենամեծ մեղքը դա ոչ թե մարդու հանցանքն է, որ նա գործում եւ սայթակում է, լինի դա ամենածանր սայթակումը։ Ամենամեծ մեղքը դա քո խնդիրը թաքցնելն է, կեղծավորությունն է, կեղծ արժեքով ապրելը եւ մարդու ամբողջականությունը հնարավորություն է տալիս մարդուն ապրելու կարիք չունենալով դիմակ հագնելու։ Քրիստոս ոչ թե գալիս եւ հանում է քեզանից այդ դիմակը, ստիպում է քեզ գնալ այդ դժվարին քայլին, այլ Քրիստոս տալիս է քեզ հնարավորություն ապրելու առանց կարիքը ունենալու հագնելու քո դիմակը, որտեվ աստվածային պարզության մեջ ամեն ինչ կա։ Մարդկային պարզության մեջ կա ամեն ինչ։ Դու կարողանում ես հաղորդակցվել եւ ամենափոքրի հետ ամենամեծի հետ, ամենապարզամիտ ամենաիմաստունի հետ։ Այդ պարզությունը իր մեջ ներգրավում է բոլոր դաշտերը եւ մարդը դառնում է լիարժեք, ամբողջական հաղորդակցության մեջ իր բնության հետ, շրջապատող աշխարհի հետ, Աստծո հետ, իր դիմացինի հետ եւ վերջո իր հետ, գտնելով այդ իրական առողջությունը, այսինքն ողջությունը, որի գրավականը իր եւ Աստծո անկեղծ, սուրբ եւ սիրով լցված հարաբերություններն են։